պատվարժան դատարան կիրառված խափանման միջոցի վերաբերյալ մեղադրանքի կողմից դիրքորոշումը հետևյալն է. Նախ անդրադարձ կատարենք որոք իրականացնում անունի սույն դեպքում դատարանի պատշաճ ջանասիրությանը։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ այս ընթացքում նշանակվել եւ կայացել են բազմաթիվ դատական նիստեր, այսինքն դատարանը թե վկաներին դատաքննությանը ապահովելու տեսանկյունից, թե դատական նիստերի նշանակման եւ կայացման տեսանկյունից դրսևորել է պատշաճ ջանասիրություն, ուստի մեղադրանքի կողմը արձանագրում է որոք իրականացնում անունի կողմից պատշաճ ջանասիրության արկայության հարցը, արկայության հանգամանքը հաստատված է համարում։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ թեև քրեական վարույթով դատակոչված վկաները բոլորը հարցաքննվել են, այսինքն քրեական վարույթով ներգրավված անձինք, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոցի գործողության ընթացքում կիրառված խափանման միջոցի պայմանների եւ հիմքերի այնպիսի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք հիմք կարող էին լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու տեսանկյունից, վերը նշված դիրքորոշումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով, մասնավորապես պատվարժան դատարան մենք ի սկզբանե քրեական գործով մեղադրանքի կողմը միջնորդել էր, որպեսզի սկզբնապես հետազոտի գրավոր ապացույցները եւ հետո նոր հարցաքննվեն քրեական վարույթով ներգրաված վկաները, սակայն դատարանը այլ որոշում կայացրեց ըստ էության, այսինքն որոշեց, որ սկզբնապես պետք է համապատասխան սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներով, որ պետք է հարցաքննվեն վկաները եւ հետո նոր ըստ էության հետազոտվեն գրավոր ապացույցները, այս առումով պատվարժան դատարան մեղադրանքի կողմի մտավախությունը հետևյալն է, որ գրավոր ապացույցների հետազոտումից հետո ըստ էության հնարավոր է առաջանան իրավիճակներ, երբ որ վկաներին կրկին հարցաքննելու անհրաժեշտություն առաջանա, մասնավորապես պատվարժան դատարան խոսքը վերաբերվում է հիմնականում օպերատիվ հետախուզական միջոցառումներին, որովհետև մենք օրինակ այսօր վկայի հարցաքննությանը ականատես եղանք մի իրավիճակի, երբ որ քրեական վարույթով ըստ էության օբյեկտիվ հանգամանք հանդիսացող բառակապակցությունները, բառերի իմաստները վկայի կողմից մեկնաբանվեցին ըստ էության այլ կերպ, որոնք առնվազն մեղադրանքի կողմի համար ընկալելի չէին եւ մեղադրանքի կողմը չի բացառում, որ գրավոր ապացույցների հետազոտումից հետո հնարավոր կարող է լինել վկաներին կրկին դատակոչել եւ հարցաքննել։ Բացի դրանից պատվարժան դատարան նաև խոսքը կարող է վերաբերվել քրեական վարույթով ներգրավվածություն ունեցող այլ անձանց ներգրավմանը, այսինքն վերը նշված նկատառումից ելնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ քրեական վարույթով ապացուցման գործընթացին միջամտելու ռիսկը դեռևս առկա է, քանի դեռ քրեական վարույթով մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները չի հետազոտվել։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարան բոլորիս հայտնի դատալեքս AM տեղեկատվական հարթակի ուսումնասիրությունից կարող ենք արձանագրել, որ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում որպես այդպիսին նոր քրեական վարույթ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան Վարդան Ղուկասյանի կողմից կատարված, եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար հանցավոր արարքը կատարելու համար, ընդ որում պատվարժան դատարան վերը նշված արարքը կատարվել է ոչ թե քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածից առաջ, այլ հենց այդ ժամանակահատվածի ընթացքում, այսինքն կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում, ուստի մեղադրանքի կողմը չի կարող այս հանգամանքը ևս անտեսել եւ առնվազն ողջամիտ ենթադրության տեսանկյունից հաշվի չառնել։ Ուստի վերը նշված հանգամանքը պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գնահատում է, որ Արկա է նաև նոր հիմք, այսինքն հանցանք կատարելու հիմքը, որովհետև առնվազն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթի հետ մենք գործ ունենք, ինչը նորից նշում եմ դատալեքս AM տեղեկատվական հանրամատչելի տեղեկատվական հարթակում արկա է։ Ուստի պատվարժան դատարան վերը նշված նկատառումներից ելնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ դեռևս շարունակում են արկա լինել մեղադրյալի վրա քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նաև դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու ռիսկը, որը կարող է դրսևորվել պատվարժան դատարան ապացուցման գործընթացին միջամտելու, քրեական վարույթով նոր հնարավոր հարցաքննման ենթակա անձանց վրա ազդեցություն գործադրելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հիմքը արդեն իսկ իմ կողմից նշված հիմնավորումներով։ Միևնույն ժամանակ մեղադրանքի կողմը գտնում է, որ
մինչև այժմ կիրառված խափանման միջոցը իզորու է եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այսինքն առնվազն այս պահի դրությամբ չունենք քրեական վարույթին խոչընդոտելու հիմնավորված փաստական տվյալ, ինչը վկայում է այն մասին, որ կիրառված խափանման միջոցը պիտանի է։ Իսկ մեղադրանքի կողմի կարծիքով այլ ընտրանքային խափանման միջոցները հնարավոր է իզորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի պատվարժան վերը նշված նկատառումներից եւ վերը նշված հիմնավորումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալան խափանման միջոցի ժամկետը երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով։